Հրապարակ թերթը գրում է. որոշ տեղեկություններով Հայաստանի բանտերում նախնական կալանքի տակ պահվող հատվածներում, մեկուսարաններում ակտիվ բեռնաթափման աշխատանքներ են այժմ իրականացվում։ Տեղեկություններ կան, որ նման հրահանգ է իջեցվել, իսկ թե որն է դրա նպատակը, առայժմ հայտնի չէ։ Կարելի է ենթադրել, որ տեղ են ազատում առաջիկա ռեպրեսիաների համար։ Հրապարակ օրաթերթը գրում է. իշխող թիմից հեռացված պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի կուսակցությունը «Մասկը» պետական ռեգիստրի գործակալությունը երեկ վերջապես գրանցել է։ Առաջին դիմումը մերժել էին ամիսներ առաջ ու վերադարձրել կուսակցության հարցով հիմքում դներով տեխնիկական խնդիրներ։ Ստիպված եղան նոր համագումար հրավիրել շտկելու բացթողումները եւ ամիսներ շարունակ սպասում էին պետռեգիստրի կողմից կուսակցության գրանցմանը։ Հրապարակ օրաթերթը գրում է. չնայած իշխանությունը հոգեբանական ճնշման տակ է պահում եկեղեցու հոգևոր դասին, սակայն պարզվում է հոգևորականների մեծ մասը ոչ միայն աննկուն, այլև պատեհ պահին պատասխան հակահարված է հասցնում իշխանականներին։ ԿՊԱ-ական պատգամավորներից մեկը պատմեց, որ մի քանի ամիս առաջ, երբ եկեղեցու դեմ արշավը նոր էր սկսվել, ծանոթ հոգևորականը հրաժարվել է մկրտել իր երեխային, ասելով, որ չի կարող դավաճանել վեհափառին, որի հետ նաև անձնական մտերմություն է ունեցել։ Հրապարակ օրաթերթը հաղորդում է. ԿՊԻ պատգամավորի թեկնածուների ցանկում 134-րդ Լոռու մարզի բնակիչ Զալիկո Համբարյանն է։ Նա զեղեկ է, աշխատում է Սպիտակի դպրոցներից մեկում։ ԿՊԻ թեկնածուն ներկայում ամբաստանյալի աթոռին է։ Դատվում է ծանր մեղադրանքով, անչափահասի նկատմամբ բռնություն կիրառելու, ծեծելու, հայհոյելու համար։ Այս գործողությունները ըստ քննիչների նա իրականացրել է 2 տղամարդու հետ։ Գործով անցնող 3 ամբաստանյաններից մեկը Զալիկոյի եղբայրն է, Ալիկ Համբարյանը։ Դժողը դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ է, որը ներկայում ծանր հոգեբանական վիճակում է։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը երեկ ՀՊ ներկուսակցական ընտրությունների շրջանակում ՔՊ գրասենյակում հրավիրված ճեպազրույցում հնչեցրեց կոնկրետ սպառնալիքներ ու հղեց ազդակներ։ Փաշինյանը հայտարարեց, որ հարկ եղած դեպքում լրացուցիչ միջոցների կդիմի, սպառնալով եւ տողատակում հասկացնելով, որ անգամ ուժ կկիրառվի։ Այս պետությունը կաթողիկոսությունը Հայաստանից դուրս հանելն է, Էջմիածնի գանձերի հետ միասին, եւ ես դա թույլ չեմ տալու։ Ստացվում է, որ փետրվարի 16-ից 19-ին կայանալիք եպիսկոպոսա ժողովը վտանգված է։ Վտանգված է նաեւ կաթողիկոսի եւ եպիսկոպոսների անվտանգությունը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով երեկ մոտ 400 ՔՊ պատվիրակ մասնակցել է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ՔՊ ձևավորվելիք ներքին ընտրություններին։ Իշխանական աղբյուրները փոխանցում են, որ այսօր եւ վաղը նախատեսված ընտրությունները գուցե շուտ ավարտվեն, քանի որ պատվիրակների գրեթե կեսը քվեարկել է։ Փաստ թերթը գրում է. օրերս Նիկոլ Փաշինյանը հերթական կռիվներ տալիս այս անգամ մի տեսահոլովակի հետ։ Խոսքը հանրային հեռուստատեսությամբ ամեն օր եթեր հեռարձակվող հիմնի տեսահոլովակի մասին է։ Այս տեսահոլովակում ի ցույց է դրված այն ամենն, ինչի դեմ Փաշինյանն ու իր իշխանությունը պատերազմում են տարիներ շարունակ։ Նախ հոլովակում առաջին պլանում հայ առաքելական եկեղեցին է։ Երկրորդ հոլովակը պատրաստված է ազգային մոտիվներով։ Երրորդ հոլովակում նաև հայոց պատմությունն է, այդ թվում հերոսական, հաղթական անցյալը, ինչպես նաև հայոց ցեղասպանության հիշատակումը։ Առավել եւս հպանցիկ երևում է մեծ հայքի քարտեզը։ Ահա, այս ամենն էլ ամենայն հավանականությամբ նարդյունացրել է Նիկոլ Փաշինյանին։ Իրինա Ատանյան, Օրագիր Նյուզ։